Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք մայրաքաղաքի մշտական աղմուկի մասին։ Մեքենաների շարժը, ազդանշանները, հավաքների ու բարձր խոսակցությունների ձայները, հատկապես գիշերային ժամերին դարձել են երևանցիների ամենօրյա կյանքի անբաժան մասը։ Ինչ վտանգներ է պարունակում մշտական աղմուկը եւ ինչ լուծումներ են հնարավոր, այս հարցերի շուրջ զրուցելու ենք հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Ինչպես եք գնահատում Երևանի աղմուկի վիճակը, այն վտանգավոր է։ Նախ սկսենք նրանից, թե ինչ ասել է աղմուկ։ Աղմուկը դա մթնոլորտային օդում տատանումներն են, որը մեր ընկալիչներն ընկալում են, ձայնը դա մթնոլորտային օդում տատանումներն են, որը մեր ընկալիչներն ընկալում են եւ մեր ուղեղի մակարդակով գնահատում ենք դա աղմուկ է թե սովորական խոսակցություն։ Աղմուկը սովորաբար խառնաշփոթ ձայներն են, որոնք մենք այսպես ասում ենք աղմուկ։ Այսինքն, երբ որ մեր ընկալիչներն արդեն չեն գնահատում տվյալ ձայնը եւ չեն կողմնորոշում, դրան մենք համարում ենք աղմուկ, այսինքն դա սկսում է խանգարել, սկսում է ազդել մեր օրգանիզմի վրա եւ մենք դրան բնութագրում ենք աղմուկ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգավորումների համաձայն աղմուկը հստակ կանոնակարգված է, աղմուկի ոլորտը հստակ կանոնակարգված է եւ կան որոշակի չափանիշներ, աղմուկը գնահատվում է դեցիբելներով եւ կան որոշակի չափանիշներ, դեցիբելներ, որոնք սահմանում են Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր վայրերում աղմուկի հստակ թույլատրելի սահմանային դեցիբելներ։ Ինչ վերաբերում որքանով որ ունակ է ընկալել մարդկային ականջը։ Մարդկային ականջը ընկալում է 16-ից 20,000 հերց աղմուկը եւ դեցիբելներով մենք ընկալում ենք մոտավորապես մինչեւ 120-30 դեցիբելը, դա միջազգային գրականությունն է ասում, դրանից հետո արդեն իսկ կոչվում է միամոմենտ աղմուկ եւ դրանից հետո մեկ անգամյա բարձր աղմուկը կարող է վնաս հասցնել մեր լսողական ապարատին առաջին հերթին։ Այսինքն աղմուկը որը կարող ենք համարել, քանի դեցիբելն է, որ կարող է մեր լսողությանը խանգարել։ Եկեք վերագրենք այսպես, եկեք խոսենք ձայն հասկացությամբ, որովհետև դեցիբելները դրանք ձայների այդ ֆիզիկական ալիքների տատանումներն են, եւ մենք դեցիբելները մինչեւ 90 դեցիբել, 80-ից 90 դեցիբել աշխատավայրում թույլատրելի է։ Այսինքն ինչ ասել է աշխատավայրում հաշվում է, որ օրինակ 80 դեցիբելի դեպքում մարդը տվյալ իրավիճակում աշխատում է 6 կամ 8 ժամյա ռեժիմով եւ դրանից հետո մարդը գնում է հանգստանալու, այսինքն դա սահմանային թույլատրելի նորման է։ Ինչ վերաբերվում է մեր բնակարաններին եւ տներին, ապա բնակարաններում կամ տներում մեր հանգստի վայրերում, այսպես ասած, դեցիբելներն ավելի ցածր են։ Եվ այստեղ մենք ունենք նաև հստակ տարանջատում գիշերային ժամերի եւ ցերեկային ժամերի միջև։ Մեր սանիտարական կանոնները եւ նորմերը առողջապահության նախարարի հրամանով հաստատված դեռևս 2002 թվականին, որը բնականաբար ժամանակի ընթացքում անընդհատ թարմացվում է հաշվի առնելով նորագույն, այսպես ասած, պահանջները, անընդհատ թարմացվում է, մենք հստակ ամրագրել ենք դեցիբելներ գիշերային եւ ցերեկային ժամերի համար։ Մեր նորմերը հիմնված են միջազգային գրականության վրա, ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում մենք նման գիտահետազոտական կենտրոններ չունենք, որպեսզի մենք ինքներս հետազոտություն իրականացնենք, եւ մենք հիմնվել ենք միջազգային առաջատար փորձի վրա եւ մեր նորմերը ներկայությամբ համահունչ են միջազգային նորմերին աղմուկի մակարդակի մասով։ Բնական միջոցներ կան աղմուկը նվազեցնելու կամ չեզոքացնելու։ Ուրեմն Երևանը ունի այդ միջոցները։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում գործում է եւս մեկ իրավական ակտ, քաղաքաշինության ոլորտի իրավական ակտն է, որը կոչվում է Պաշտպանություն աղմուկից եւ այլն։ Դա, եթե չեմ սխալվում, 2014 թվականին ընդունված իրավական ակտ է, կամ ավելի թիվը հստակ չեմ հիշում։ Ուրեմն այնտեղ նկարագրվում են միջոցներ աղմուկից պաշտպանության։ Աղմուկից պաշտպանության միջոցներից են օրինակ ծառերը, օրինակ էկրանները, ինչը միջազգային փորձում հստակ կիրառվում է ըստ այսպես ասած տվյալ իրավիճակում կողմնորոշում են որ պաշտպանիչ միջոցառումն է հստակ ավելի արդյունավետ տվյալ պարագայում եւ կիրառում են այդ պաշտպանիչ միջոցները։ Էկրանն ինչպես է պաշտպանում։ Էկրանը դրանք սովորական էկրաններ են, որը աղմուկը անդրադարձնում է, այսինքն օրինակ ընդունեք ճանապարհի եզր, ճամփեզրին կան էկրաններ, էկրանները աղմուկը չեն թողնում որպեսզի գնա դեպի բնակավայր, այլ անդրադարձնելով եւ ինչպես գիտեք ֆիզիկայից ալիքը ժամանակի ընթացքում մարում է տարածության մեջ։ Հետեւաբար անդրադարձնելով աղմուկը ավելի շատ մարվում է եւ չի հասնում բնակչությանը։
Հիմա Երևանը պաշտպանված է աղմուկից, թե ոչ։ Երևանը աղմուկից պաշտպանված ասելը խիստ հարաբերական է, որովհետև մենք ունենք ծառահատումները վերջի շրջան ծառահատումները փոխարինել են այլ ծառերով, բայց ծառերի տեսակները ինչքան սաղարթախիտ ծառեր լինեն, այնքան աղմուկի պաշտպանվածությունը բարձրանում է։ Ինչ վերաբերվում է շինարարությանը, ապա շինարարության դեպքում ցանկացած չէ, շինարարության 90% եւ ավել դեպքերում, երբ որ իրականացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, դա օրենքի պահանջ է, գնահատման մեջ հստակ ամրագրվում են աղմուկի սահմանային թույլատրելի նորմերը, ինչը շինարարության ընթացքում պետք է պահպանվի։ Այսինքն այնտեղ, այսպես ասած, փաստաթղթային մակարդակով աղմուկի սահմանային թույլատրելի գերազանցումներ չկա։ Այլ բանա իրականությունը, այլ բանա միամոմենտ աղմուկը, այլ բանա մեկ անգամյա թեկուզ եւ շինարարության ընթացքում մեկ անգամյա ինչ-որ ամփույթ արարք եւ այլն, որից կարող է աղմուկ առաջանալ, դրանք այլ են։ Բայց պաշտպանված ասել է, այսպես ասած, հստակ նշել պաշտպանված է կամ պաշտպանված չէ, թույլ տվեք չնշել այդ հարցը, այլ ես նկատի ունեմ Երևանը աղմկոտ քաղաք է։ Երևանը ինքնին աղմկոտ քաղաք է, որովհետև Երևանը բարեբախտաբար, այսպես ասած, հետ չի մնում մնացած բոլոր քաղաքներից, ինքը աստիճանաբար զարգանում է, ինքը զարգանալով դա բնական process է եւ զարգանալով իր հետ ավելանում է նաեւ խնդիրները, խնդիրները, որոնցից մեկը աղմուկն է։ Հսկողներ կան, աղմուկը թույլատրելի սահմանից եթե գերազանցում է, հսկիչներ ունենք կամ տեսուչներ կան, որոնք հսկում են կամ վերահսկում են ինչ որ գործողություն կամ մարդկանց ինչ որ խմբի, ուրեմն հատկապես փողոցում գիշերային ժամերի։ Ասեմ այսպես, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում սանիտարական կանոնների եւ նորմերի պահանջների նկատմամբ վերահսկողական լիազորություններ վերապահված են տեսչական մարմիններին, մասնավորապես առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմիններին։ Եթե բողոք է լինում, իրանք վերահսկողություն իրականացնում են բողոքի շրջանակներում։ Բողոքի ժամանակ իրենք ունեն մարմիններ, որոնք չափումներ են իրականացնում, գործիքային հետազոտություններ են իրականացնում եւ այդ հետազոտությունների արդյունքների հիման վրա շահունակում են վարչական վարույթը կամ ընդհատում են վարչական վարույթը, այսինքն վարչական վարույթ է բացվում բողոքի հիման վրա եւ իրականացվում է ստուգում։ Ստուգման գործիքային հետազոտության արդյունքներից կախված ստուգման ընթացքը արդեն որոշվում է։ Օրենք ունենք, որ կառավարում է, կարգավորում է այս դաշտը։ Մենք սանիտարահամաճարակային հանրային առողջության մասին օրենքով ունենք դրույթ, որ պետք է լինի աղմուկը համապատասխանի հանրային առողջապահական նորմատիվներին, իսկ հանրային առողջապահական նորմատիվներն այո ամրագրված են։ Հետևաբար իրավական առումով նշված ոլորտը կարելի ասել շատ մեծ մասամբ կանոնակարգված եւ փակված է։ Տեսեք, Միացյալ Նահանգներում օրինակ մասնավորապես Գլենդելում, որտեղ հայերը շատ են, արգելվում է մեքենաների մեջ բարձր երաժշտություն լսելը։ Մեզ մոտ էլ վերջերս կա։ Մեզ մոտ վերջերս ազգային ժողովը օրենք ընդունեց, որ բարձր երաժշտություն լսելը եւ եթե չեմ սխալվում սիգնալի ձայները օրենքով արգելվում են, ընդհանուր դրա վերահսկողական մեխանիզմները դրվեց, եթե չեմ սխալվում ոստիկանության վրա, որպեսզի մեքենան գործարանային կահավորումից դուրս կահավորման արձանագրելու դեպքում, այսինքն բարձրախոսները, բարձր ազդանշանները եւ այլն կահավորելու դեպքում ինքը ենթակա վարչական իրավախախտման։ Տեսեք, FIFA-ն արգելել է փչող սարքերի արկայությունը մարզադաշտերում։ Ակնկալում է նաեւ արգելել վուվուզել փչելը։ Նշեցի, որ Միացյալ Նահանգներում ոլորտը կարգավորող օրենք կա աղմուկի մասին, օրինակ ժամը 20-ից հետո չի կարելի հեռուստացույցը եւ լվացքի մեքենան բարձր միացնել։ Ժամը 22-ից հետո էլ աղմուկը չպետք է, ընդհանրապես աղմուկ չպետք է լինի։ Մեզ մոտ որքանով ես եմ տեղյակ, նման կարգավորում չկա։ Հստակ ժամերով, գրաֆիկով ունենք ժամանակացույց, կա ինչ-որ բան։ Ես թույլ տվեք այդ հարցին, պարզաբանը մեր առողջապահության նախարարի հրամանի շրջանակներում մեր մոտ հստակ արգելում, որպես այդպեսին չկա։ Ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ արգելում չկա, այլ ուղղակի պետք է լինի այնպիսի դեցիբել, որ չանհանգստացնի հարևանին կամ որևէ մեկին, այսինքն հենց ինքը լվացքի մեքենայի պարագայում կամ հեռուստացույցի պարագայում։ Հայաստանի Հանրապետությունում նույնպես կա, գործում է ժամային կանոնակարգ, այսինքն մինչև ժամը 10-ը 11-ը ներողություն, մինչև 11-ը այլ աղմուկի դեցիբել է թույլատրելի, 11-ից հետո այլ աղմուկի դեցիբել։ Սրանից պետք է հետևություն անել, որ եթե օրինակ ճակերտավոր ասած մեր հարևանը իր հեռուստացույցի ձայնը բարձրացնելով անընդհատ խանգարում է մեր աղմուկին, հետևաբար նա արդեն իսկ խախտում է մինչև ժամը 11-ը մինչև 10-ն էլ, եթե ինքը անընդհատ բարձր երաժշտություն, անընդհատ բարձր, չգիտեմ,
արհեստանոց, Եթե շինարարությունը չի վերջացած, ավարտել, չի ավարտում շինարարությունը կամ չգիտեմ անընդհատ բարձր աղմուկի աղբյուր հանդիսացող գործիք է օգտագործում, ապա ինքը խախտում է նախարարի հրամանի պահանջները։ Այդ դեպքում պետք է պետք է դիմել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին, որպեսզի վարչական վարույթ հարուցվի եւ վարչական վարույթի շրջանակներում հարցը պարզվի։ Իսկ եթե բնակարանը գտնվում է փողոցի վրա եւ իսկ ներքևում սրճարաններ են եւ գիշերային ակումբներ են, օրինակի համար, ինչ անեն այդ մարդիկ, եթե երեկոյան 11-ից նույնիսկ 11-ից հետո իրենց բնակարանում լսում են ձայներ, մարդկային ձայներ, միգուցեև նաեւ որոշ դեպքերում ոչ նորմատիվային խոսակցություն, ում են դիմում։ Եկեք հարցը բաժանենք երկու մասի։ Եթե սրճարան կամ, չգիտեմ, նմանատիպ ժամանցի վայրերից հնչող երաժշտությունն է անհանգստացնում բնակչին, օրինակ, ապա նման դեպքերում դիմում են առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին, որովհետեւ տվյալ գործընթացը կանոնակարգված է։ Եթե խոսքը վերաբերվում է, այսպես ասած, փողոցային խոսակցություններին կամ ինչ որ նմանատիպ չակերտավոր ասած արարքներին, ապա նման դեպքերում պետք է դիմել ոստիկանություն, հաշվի առնելով ոստիկանության լիազորությունները։ Առողջապահական նորմերով աղմուկի թույլատրելի մակարդակը գիշերային եւ ցերեկային ժամերին որոնք են, այսինքն գիշերը մարդ երբ քնած է, քանի դեցիբելն է մարդուն խանգարում լավ քնելու։ Մինչև 30 դեցիբելը։ Քնելու ժամանակ պետք է սենյակում ապահովի մինչև 30 դեցիբել աղմուկ։ Դրանից վերև արդեն իսկ համարվում է սանիտարական կանոնների եւ նորմերի պահանջների խախտում։ Ցերեկային ժամերին թույլատրվում է մինչև 40 դեցիբել, հաշվի առնելով, որ մարդը ակտիվ է եւ գործունեությունը քնելու հետ կապված չէ։ Դա բնակարանի ներսում։ Դա բնակարանի ներսի մասին ենք խոսում, մենք խոսեցինք մարդու հանգստանալու։ Իսկ փողոցում ցերեկային փողոցում ժամերին մենք նորմավորել ենք շենքերի հարակից տարածքները, շենքի հարակից տարածք համարվում է շենքի անմիջապես կողքերը, շենքերի հարակից տարածքներում պետք է լինի, եթե հիշողությունս չի դավաճանում 50 կամ 55 դեցիբել, հաշվի առնելով, որ նման աղմուկը մինչև ներթափանցի տուն կդառնա սահմանային թույլատրելի, այսինքն ներթափանցելու դեպքում ինքը եւս մարելու է։ Ես նկատի ունեմ, եթե հարակից տարածքում շինարարություն է ընթանում Բաքում, ես դեցիբելով դժվարանում եմ ասել, որքան կարող է այդ աղմուկը լինել, բայց վստահաբար դա մարդու նյարդերի վրա կարող է անդրադառնալ, ազդել, անվերջ շինարարության ձայնը։ Շատ ճիշտ եք ասում, պետք է ընդունել հետևյալ իրողությունը, որ հնարավոր չէ ստերիլ միջավայրում ապրել։ Մեր շրջապատում անընդհատ հնարավոր է աղմուկ։ Այլ բան է, որ այդ աղմուկը ինքը շարունակական բնույթ է կրում եւ շարունակաբար ազդում է մարդու առողջության վրա։ Հետեւաբար նման դեպքերում նորից դիմում ենք առողջապահական տեսչական մարմին եւ վարչական վարույթի շրջանակներում պարզվում է աղմուկի ազդեցությունը ազդում է թե ոչ։ Ինչ կարող է լինել երկարատև աղմուկի մեջ մնալու դեպքում։ Ուրեմն աղմուկի գործոնը մենք սովորաբար հաշվի առնելով, որ ինքը անմիջապես իր ազդեցությունը մենք չենք տեսնում, բացառությամբ այն դեպքերի, երբ միամոմենտ է եւ շատ բարձր է, սովորական դեպքերում աղմուկը ազդում է դանդաղ օրգանիզմի վրա։ Սակայն նշված գործոնին պետք չէ թերագնահատել, որովհետեւ աղմուկը ինքը առաջին հերթին ազդում է նյարդային համակարգի վրա եւ մենք գիտենք, որ մեր օրգանիզմը կառավարվում է նյարդային համակարգի միջոցով, որից հետո արդեն իսկ սկսում է ազդել տարբեր օրգան համակարգերի վրա, ընդհանուր սիրտանոթային համակարգի վրա, ընդհանուր իմուն համակարգի վրա, այսինքն օրգանիզմի դիմադրողականությունն է թուլանում, մարդու մոտ սկսում է արդեն իսկ դժվար ընկալումներ, գլխացավեր, գլխապտույտներ, ուշադրության կորուստ, անընդհատ գերհոգնածության զգացում եւ սրանք կարող են լինել աղմուկի, այսպես ասած, ոչ անմիջական ազդեցության հետևանքները։ Միջազգային փորձը ինչ է ցույց տալիս մեծ քաղաքներում հատկապես ինչպես են կարգավորում, կան ինչ որ մեխանիզմներ, որով կարգավորում, բացի այն, որ նշեցինք, որ որոշակի օրենքներ գոյություն են եւ այլն, ինչ որ միջոցներ կան, որոնք կանխարգելում են աղմուկի տարածումը կամ որոնք հնարավոր է նաև կիրառել մեզ մոտ Երևանում։ Ուրեմն միջազգային փորձ ուսումնասիրելով զարգացող եւ զարգացած մեծ քաղաքները ունեն աղմուկի քարտեզ։ Աղմուկի քարտեզը հենց դա այն գործիքն է, որը թույլ է տալիս պլանավորել քաղաքի հետագա զարգացումը եւ ինչու ոչ միայն զարգացումը, այլ նաեւ հնարավոր է հոսքերի կառավարում, ասֆալտի շերտի պատում, ծառատնկում եւ այլն քաղաքի պլանավորման գործընթացում օգնում է։ Բարեբախտաբար կարելի է նշել, որ Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես Երևան քաղաքը աղմուկի քարտեզը ինքը արդեն իսկ
գործընթացի մեջ է եւ պլանավորել ենք ավարտել 27 թվականին, որպեսզի Երևան քաղաքը նույնպես ունենա աղմուկի քարտեզ եւ քարտեզը կտրամադրվի բնականաբար շահագրգիռ մարմիններին հետագա քաղաքի պլանավորման զարգացման հարցում առաջնորդվելու համար։ Այս պահին կարող ենք ասել քաղաքի որ թաղամասն է ամենաաղմկոտ։ Այս պահին քաղաքի այսպես ասել չեմ կարող, վիճակագրություն չկա նշված ցավոք սրտի, որովհետեւ աղմուկի քարտեզ դեռևս տվյալները մշակման փուլում են գտնվում, դրա համար հստակ նշել, որ թաղամասն է աղմկոտ, ես ինձ թույլ չեմ տա, բայց ծանրաբեռնված թաղամասը համարվում բնականաբար կենտրոնը։ Ինչ անեն բնակիչները նմանատիպ իրավիճակներից իրենց զերծ պահելու համար, աղմուկից եւ վտանգավոր հետևանքներից հատկապես։ Աղմուկից եւ հնարավորինս չգտնվեն աղմկոտ վայրերում, եթե անհնար է, եթե բնակարանում աղմուկի մակարդակը գերազանցում է, բնականաբար դիմեն տեսչական մարմին, որպեսզի աղմուկի տվյալ աղբյուրը, ոնց որ մենք մեր խոսքում նշեցինք, օրինակ բարձր երաժշտություն, այսպես օթորակիչի ձայներ, հարևանի օթորակիչի ձայն, չգիտեմ, շենքի տակի խանութի օթորակիչի ձայն եւ այլն եւ այլն։ Նշված աղմուկները կառավարվի, այսինքն իրենց բնակարանում, գոնե բնակարանում հնարավոր լինի ապահովել այն աղմուկի թույլատրելի նորմերը, որով մարդը կհանգստանա։ Մի տեսակ հիվանդագին չէ մոտեցումը, երբ հարևանի օթորակիչի ձայնը կարող է մյուսին խանգարել։ Հիվանդագին ասելով, ճիշտն ասած, եթե մենք զոհ գնանք, այսպես ասած, մարդկային հարաբերություններին ի հաշիվ մեր առողջության, ես դա ճիշտ չեմ գտնում, որովհետև կարելի է գոնե, եթե վարչական վարույթ չհարուցել, կարելի է գոնե զգուշացնել հարևանին եւ հարևանը, եթե այս ֆորմատի մեջ ենք դիտարկում, ապա ինքը միջոցներ պիտի ձեռնարկի, որ իր աղմուկը չխանգարի մյուս հարևանին։ Քաղաքաբնակներին ինչ կհորդորեք։ Քիչ աղմկեն, ինչ անեն։ Քաղաքաբնակներին կհորդորեն, որ նման դեպքերում անպայման դիմեն տեսչական մարմին, որպեսզի ապահովի թեկուզ իրենց բնակարանում աղմուկի սահմանային թույլատրելի մակարդակները, հնարավորինս շատ գտնվեն բնության գրկում, հնարավորինս բոլոր հնարավոր առիթներն օգտագործեն քաղաքի այս աղմուկից հանգստանալու, իրենց առօրյան լավ կազմակերպելու։ Ինչքան ժամանակն է բավարար քաղաքից դուրս հանգստանալու համար, որ մարդը կարող է օրգանիզմը վերականգնվել եւ վերադառնալ քաղաքի աղմուկի առօրյա ռիթմին։ Այսպես ասած, հստակ ժամանակահատված չի կարելի նշել, չկա միջազգային գրականություն նույնպես հստակ ժամանակահատված, ինչքան շատ, այնքան լավ։ Որովհետև մեր առօրյա ռիթմը, քաղաքի ռիթմը ինքը ծանր է եւ հնարավորինս օգտագործելով բոլոր առիթները պետք է հանգստանալ քաղաքի առօրյա ռիթմից։ Ինչքան շատ, այնքան լավ։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Հիշեցնեմ, մենք խոսում ենք մայրաքաղաքի անվերջ աղմուկի մասին։ Իմ զրուցակիցը հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանն էր։ Ցտեսություն։